Ոնց որ վրոդի սաղ իր հունով գնում է, ընդհանուր թե ոնց են մարդիկ ապրում էլի, բայց հենց միշտ ներքուստի մոտ ինչ-որ զգացողություն կա, որ այս սենս չպետք է լիներ էլի, այս բնական չի, ինչքան է որ սենց է լինում միշտ, բայց դա բնական չի, բայց մեզ թվում է, որ բնականում ենք, դաժե այդ հարցը մեզ չենք տալիս, թե ինչ ենք անում, ուղղակի ապրում ենք, ու քանի որ դու ուղղակի ապրում ես, то есть ոնց որ իր հունով է գնում, թվում է թե դա բնական է, բայց ես պայտակ զգում եմ, որ ոնց որ սխալ է գնում կյանքը, էլի, որ շատ սխալ է, որ մենք իրար հանդիպելու համար պետք է սպասենք ժամը 7 անցնի, որ կարողանանք իրար տեսնել, ինչ որ քո հարազատ ինչ որ մարդուն, որ ուզում ես տեսնես ու որ կարոտել ես, դու չես կարա լյուբոյ պահի տեսնես ու ոչ թե ինչ որ բնական պատճառով, օրինակ այդ մարդը չունի ցանկություն կամ գտնվում է շատ հեռու, այլ որտեվ տենց է կյանքի սխեման տենց է գծվել, որ մինչև ժամը 7-ը մարդիկ պետքա գործի լինեն, ես պրոստը ինչ որ օրինակ է, էլի, то есть կարա և 7-ը չլինի, կարան և մարդիկ տենց աշխատեն, էական չի որշում, բայց որպես օրինակ, որ դու ունես ցանկություն ինչ որ մեկին տեսնելու, ինքը ունի ցանկություն քեզ տեսնելու, բայց դուք հստակ ինչ որ բանի մեջ եք գտնվում, արդեն ձեր համար գծված նախապես ինչ որ սխեմայի մեջ եք գտնվում, որ դրա պատճառով չեք կարող անել այն, ինչը որ ուզում եք, ու առասարակ ինձ ձև սխալ է թվում, որ մենք պրոստը ապրելու համար պիտի աշխատենք, то есть շատ այդ ամեն ինչի ինչ որ մակերեսային պատճառաբանումներ իմ համար լրիվ պարզ են, ես այն տեսանկյունից եմ նայում, որ մենք գալիս ենք այս աշխարհ ու այդ վաղտ մեր մեջ, մարդու մեջ չկա այդ ծրագրավորած, որ դու պիտի աշխատես գումար, էլի, ոչ թե աշխատես, այսինքն ջանք գործադրես, որ քեզ լավ լինի, այլ դու հենց գումար պետք է աշխատես, դու ինչ որ թղթադրամ պետք է աշխատես, կամ ոչ թղթադրամ, այլ դու վալյուտա ինչ որ պետք է աշխատես, որը հորինել են մարդիկ, բայց այդ քո կյանքի անբաժան մասն է դառնում արդյունքում, չնայած որ ի սկզբանե այդ չկար քո մեջ, այդ քո բնության հետ ոչ մի կապ չունի, բայց հիմա ապրելով ժամանակակից աշխարհում դու կամ այդ ընդունում ես ու դրանով ես ապրում, կամ դրանից հրաժարվում ես, բայց դուրս ես մնում ընդհանուր կյանքի ընթացքից, էլի, հենց ընդհանուրի, այսինքն այդ կյանքի ընթացքի մեջ մտնում են քո համար կարևոր մարդիկ, ովքեր անգամ եթե դու հրաժարվես այդ կանոններից, տենց ինչ որ գումար աշխատելու ու նման բաների, իրանք մեկա չեն հրաժարվելու ու դու պրոստը իրանցից ես հեռանալու, բայց դու հեռանալու ես ոչ այն մարդկանցից, ումից որ կուզեիր հեռանալ, ու ես ճոգում եմ երկու կողմի կարևորությունն էլ, համ այդ ամեն ինչը, այդ ամեն ինչի մի մաս լինելը ինչի մեր համար կարևոր ու ինչի է նաև կարևոր հրաժարվել այդ ամեն ինչից, բայց դա խնդիրը այն է, որ այդ ընտրություններից ցանկացածն կատարելու դեպքում դու ինչ որ բաներում քեզ շատ թերի ես զգալու, մի դեպքում թերի ես զգալու, որտեվ հրաժարվելու ես քեզ հարազատ մարդկանց հետ հավասար նույն ընթացքի մեջ գտնվելուց, մյուս դեպքում թերի ես զգալու, որտեվ թերի ազատություն ես ունենալու,
ու այդ ազատության բանը ինձ թվում է բարձ է ինչի մասին է խոսքը, որ դու անընդհատ զգում ես, որ դու ճնշված ես ինչ-որ նորմերով ու մեկը դրանց ենթարկվում ես, որովհետև կա ինչ-որ կարևոր բան մյուս կողմում։ Ու դաժե խոսքս նրա մասին չի, որ փող ծախսես ու նման բաներ, ուղղակի նույն այդ ընթացքի մեջ գտնես, ինչը որ առաջի տարբերակն է ասում, իսկ այդ քեզ հարազատ մարդկանց հետ նույն ընթացքի մեջ գտնվելը ես նկատի չունեմ ուղղակի այն, որ եթե դու հրաժարվես այդ կյանքից, պրոստը կոպիտ ասած, չգիտեմ, դուսը քնես, ոչ մի բան չունենաս, ուղղակի թափառես, в принципе, քեզ սիրող մարդիկ էլի կարող է շարունակեն քեզ սիրել, ճիշտ է, ոմանք կֆիլտրվեն, որտեվ ոմանց քեզ ընդունելը ուղիղ կապ ունի քո ամեն ինչի հետ, այդ թվում եւ քո վարած կյանքի հետ, ու եթե կյանքիդ ձևն էլ փոխես, մարդիկ հնարավոր է քեզ ուրիշ ձև սկսեն ընկալել ու արդեն տենց չուզեն նույն երանդով քո հետ լինել, բայց ոմանք մեկը կմնան էլի կշարունակեն քեզ սիրել ու ընդունել, բայց այդ կյանքի ընթացքից ընկնելը, որ նույն ընթացքի մեջ չես իրանց հետ, ավելի շատ նկատի ունեմ այն, որ մարդիկ մեկը երևի ինչ-որ սպասելիքներ ունեն քեզնից, ինչքան էլ որ քեզ սիրեն, դու ոնց որ կկարողանաս լրիվ նույն մարդկային արժեքների վրա հիմնվելով այդ մարդկանց հետ հավասար կապի մեջ մնաս, ընդհանուր դուք հավասար պոզիցիաներում ձեզ զգաք, եթե քո այդ կյանքից հրաժարվելու դեպքում այդ մարդիկ հրաժարվեն, դրա տակ կմնա մենակ մարդկային արժեքները, որի պատճառով որ դուք ընկերություն եք անում կամ չգիտեմ, սիրում եք իրար։ Բայց եթե դու հրաժարվես, իսկ մյուս մարդիկ մնան իրանց կյանքին, դու всё-таки ինչքան է քեզ ուզում ես սիրեն, դու մեկը մի քիչ ֆրիկ ես լինելու էլի արդեն իրանց համար։ Դու մի քիչ քեզ չեն կարանալու տարանջատեն այդ քո ընտրությունից, քո ինչ-որ որոշումից, քեզ արդեն ընկալելու են որպես մարդ, ով որ այսենց է ապրում։ Հիմա քեզ չեն ընկալում մարդ, ով որ այսենց է ապրում, որտեղ դու ապրում ես ոնց որ եւ բոլորն են ապրում, քեզ ընկալում են ուղղակի որպես մարդ։ Ու դրա համար ասում, որ եթե բոլորը հրաժարվեն, դուք էլի հավասար պոզիցիայում գտնվելու, այդ մարդիկ իրանցից չեն առանձնացնի քեզ։ Իսկ այս դեպքում դու արդեն դառնում ես ինչ-որ կերպար, որը այսենց է, որը սենց ուրիշ է ինչ-որ։ Բայց դու դրա ցանկություն չունես, դու չունես ցանկություն ուրիշ լինես քո հարազատ մարդկանցից։ Որովհետև ոչ այն նրա մասն է, որ դու ուզում ես փորձես չտարբերվել, տենց ինադու էլի, то есть քո այն ինչ որ քեզ է հատուկ այդ բանն ես, տենց ճնշես ու փորձես ուղղակի մյուսների պես ամեն ինչ անես, բայց միևնույն ժամանակ ոչ էլ ինչ որ ձգտում կա տարբերվելու, ինչ որ աչքի ընկնելու ինադու էլի, դու ոչ թե ուզում ես հանկարծ աչքի չընկնես, այլ չունես նպատակ քեզ ինչ որ մի ձև առանձնացնելու ու ցույց տալու, երբ որ դու քո հարազատների հետ ես ու հետ որ քեզ կոմֆորտ է ու դու քեզ հանգիստ ես զգում։ Իսկ այդ բaragայում ստացվում է որ ուղղակի դու քո ընտրության պատճառով դառնում ես հենց այդ ձևի մարդ։ Բայց ինչով է սկզբնական միտքս вообще նրա մասին էր, որ այդ ամեն ինչ որ կյանքում տեղի է ունենում մեր ապրելակերպը, որ կա, որ արդեն մեր համար արդեն չէ, հենց ի սկզբանե մեզ սովորական է թվում, որտեվ բոլորը դրա մեջ են։ Ինքը բնական չի,
Вообще որ շուրջդ նայես ոչ մի բան բնական չէ, շատ քիչ բան է բնական։ Բայց սա կա արդեն գծված։ Ու այն անհաշտությունը, որ ես զգում եմ դրանից, իսմա դաժե այդ ոչ թե պրոստը ինչ որ գիտակցական բան է, որ մտածում ես ախր սենց չպետք է լիներ։ Որտեվ էդի հայ դու կասես տրամաբանես հասկանաս, բայց մեկ լինում որ պրոստը անհանգիստ ես զգում, որտեվ զգում ես որ մի բան այն չի էլի։ Բայց չես ջոգում ինչը, պրոստ զգում ես որ մի բան վրոձի սխալ է գնում էլի, ինչ որ բայց սենց աննկատ ինչ որ բան էլի, սենց явный բան չի, բայց ամեն զգում ես որ կա այդ ամեն դեպքում։ Ու հետո որ խորանում ես մեկ զգում ես որ զգում ես ինչու՞մ է էլի բանը, այդ վաղտը նոր գիտակցականը միանում։ Իսկ այն ինչ որ մինչև այդ ուղակի զգում ես, ես մտածում եմ միգուցե դաժե ինչ որ այդ է հենց մարդու բնությունն է ոնց որ այդտեղ խոսում, որ զգում է ներսը, զգում է որ դու քո դեմ ես գնում, դու քո բնության դեմ ես գնում, բայց քո մեջ այդ միտքը չկա, որտեվ ի սկզբանե դու այդ միտքը կերել ես որպես դու այն ապրելակերպը որ կա, դու դա կերել ես որպես նորմա, որ տենց է այդ ձևա կյանքը, ու դե համար քո մոտ չկա միտք, որ ինչ որ մի բան քեզ հակառակ է։ Բայց ներսդ այդ բանը կա, անհաշտությունը կա, այդ պայքարը կա ներսում։ Ու մենակ խորանալուց հետո ես ջոգում, թե ինչից կարաս քեզ տենց անհարմար զգաս։ Մոտածում եմ միգուցե այդ իրոք բնությունն է պրոստը, որ ինչ որ այդի դաժե չգիտեմ այդ ոնց որ ազատության ձգտել, բայց ես դաժե չգիտեմ էդի հա որ ազատություն է էդի համարվում։ То есть այդ այն բանն է, որ պետք է ազատություն համարվի, թե պրոստը նորմա պետք է համարվի։ Ազատությունը մի քիչ ցած շատ վաու բառ է, էլի։ Բայց այն միտքը, որ դու չպետք է անես, այն ինչ որ չպետք է անես, դա վրոձի ինչ որ նորմալ բան է, ինչ որ տենց էքստրա մի բան չի, էլի։ Ու միգուցե որ օրինակ ես մտածում եմ, եթե ինչ որ կենդանի լինի, օրինակ, որը հասարակ օրինակ ինչ որ մեկը շունը վերցնում որ պահի, հենց ամենաձակ ժամանակվանից այդ շանը պահում է տան մեջ, 4 պատի մեջ, կամ լավ, դաժե պատկերացնենք ինչ որ մարդ ով ունի հողատարածք, որտեղ կա տենց խոտեր, որտեղ այդ շունը կարող է իր կարիքները հոգա։ Ինքը պահում է այդ շանը այդ տարածքում, ու այդ շունը հենց ի սկզբանե իր ծնված օրվանից սովոր է որ ինքը ունի այդ տարածքը, ինքը գիտի որ իրան ինչ որ x ժամի կեր են տալիս, ինքը լավ էլ հարց չի տալիս իրան թեխի հենց այդ ժամին եւ այլն, պրոստը գիտի որ տենց է ձև, որտեվ միշտ տենց է լինում, ինքը այդ ընդունում է որ տենց է։ Իրան կերը տալուց առաջ ինչ որ կոմանդաներն ասում, որոնց ինքը ենթարկվում է, ինքը արդեն գիտի որ ինքը դրանց պետք է ենթարկվի, որ իր կերը տան։ Ու այդ տենց ապրում է։ Ու ոչ մի ուրիշ բանի ինքը չի զգում իր սահմանափակված։ Բայց եթե օրինակի համար ինչ որ մի հատ շուն փողոցում ապրի մի որոշ ժամանակ, ու հետո դու իրան բերես այդ 4 պատի մեջ գցես, շատ հնարավոր է որ ինքը իրան էլ ազատ չզգա, ինքը իրան սահմանափակված զգա, ու շատ հնարավոր է որ ինքը ոչ թե սպասի մինչև իր կերի ժամը գա, որտեղ ինքը սովորավոր տենց է, այլ գնա ինչ որ մի զիբիլ փորձի գտնի ուտի, որտեղ ինքը սովածացել է խոսքի ոչ թե իր կերի ժամին, այլ 2 ժամ շուտ։ Ու իր սովը զգալուց ինքը գիտի որ պետք է մի ձև այդ կարիքները հոգա, որտեղ
ի սկզբանե ինքը տենց է ապրել, երբ որ փողոցում է ապրել։ Իսկ այդ ի սկզբանե տան մեջ պահած շունը ինքը ուղղակի սովորել է այդ ռեժիմին ու տենց ապրում է։ Այդ է իր աշխարհը։ Այն դրսի շան աշխարհը ավելի մեծ է, բայց իրան բերեք գցել ես ինչ-որ 4 պատի մեջ, այդ 4 պատը ունի իր պլյուսները, ունի իր կոմֆորտը, բայց միևնույն ժամանակ ունի ակնհայտ իր սահմանները։ Ու հիմա նույն ձև մարդու էս ապրելակերպը որ կա, ինքը ունի իր պլյուսներն ու կոմֆորտը, բայց միևնույն ժամանակ մենք աշխարհը ավելի մեծ ենք ընկալում։ Բայց մտածում եմ միգուցե մենք այս բերածս օրինակի պես էս շների, միգուցե մենք աշխարհը ավելի մեծ ենք ընկալում, որտեվ երբ որ մենք փոքր ենք, մենք վсё-таки ավելի այդ ազատ կենդանու պես ենք ապրում։ Մենք չունենք ինչ-որ սահմաններ։ Մենք պրոստը կանք ու այդի մեր բնությունն է։ Մենք անում ենք ինչ որ ուզում ենք, երբ որ երեխան սովածանում է, ինքը սկսում է լացել, ոչ թե սպասել այդ ժամին, հետո ժամանակի ընթացքում այդ ռեժիմը արդեն ձևավորվում։ Բայց մինչև այդ ինքը պրոստ ինչ որ բանի կարիք ունի, դա անում է։ Երեխան տակն է անում, որտեվ այդ պահին ինքը ունի, ոնց որ եւ կենդանին, երբ որ զուգահան է ուզում, ինքը դրսում անում է իր գործեր, ինքը չի սպասում մինչև ինչ որ ժամ գա կամ եթե այդ տարբերությունը ոնց որ տան ու դրսի շների, որ տան շունը ինքը գիտի, որ ինքը պետք է իրան զսպի, որ իրան տանեն դուրս, ինքը իր կարիքները հոգա, չնայած իր մոտ այդ բանի ցանկություն կա, պրոստը իր կարիքներից ազատվելու։ Բայց ինքը արդեն այդ սահմանների մեջ է, ինքը չերես իր դիսկոմֆորտ պահում է այդ դիսցիպլինան ու գնում է դուրս իր գործերը անում է։ Ու կստացի տան պահած շները ու ինչ որ պարոդիստի շները շատ հաճախ հենց տենց են լինում, դրսի փողոցի շները շատ ավելի embossed են լինում, դաժե եթե իրանց տանն են պահում, իրանք շատ ավելի հաճախ կարող է տանը իրանց ճիշիկն ու կակաշը անեն, որտեվ պրոստը ոնց որ մենք դա ընկալում ենք որպես ինչ որ նագլիություն, բայց ինձ թվում է այդ պրոստը այնա որ ինքը գիտի, ոնց որ ինքը զգացել է ազատությունը։ Հիմա նույնիսկ մարդը իր կյանքի ընթացքում փոքր ժամանակ ինքը այդ սահմաններում չի ապրում։ Շատ ավելի շատ անում է ինչ որ ուզում է ու ուզում է անել այն ինչը որ զգում է ուղղակի։ Առանց ինչ որ սոցիալական ինչ որ ճնշման, թե ոնց պետքա ուզի, ինչ պետքա ուզի եւ այլն, ուղղակի իր ցանկությունները։ Ու ժամանակի ընթացքում արդեն սա փոխվում է, դիսցիպլինա է առաջանում, ռեժիմ է առաջանում եւ այլն, արդեն կյանքի ձևն են իրան սովորացնում, ինքը արդեն մտնում է, ասենց ասած մեծական կյանք, որտեղ կա այն ամեն ինչը, ինչից որ խոսում ենք։ Ու ես մտածում եմ միգուցե այն, որ մեր մեջի բնությունը մեզ վсё-таки ներսից ինչ որ հանգիստ չի տալիս, որ դու զգում ես, որ սենց չպիտի լիներ։ Հնարավոր է արդյոք, որ այդ նրանից է, որ վсё-таки մենք փոքր ժամանակ արդեն զգացել ենք այդ ազատությունը։ Ես չեմ ուզում էլի, որ ստեղ այդ ամեն ինչը խառնվի ինչ որ մանկամտության ու երեխու ցանկությունների հետ, որ տիպը պրոստը երեխան չի ուզում գործանի դրա համար։ Ես երեխան բան չի ուզում անի, ու դու եթե չես ուզում գործանես, ուրեմն դու քեզ երեխու պես ես պահում, չէ՞, ես խոսում եմ դրա մասին, որ երեխան ինքը ավելի ազատ է ու ինքը սկզբից զգացել է այդ ազատությունը, то есть դու որպես մարդ երեխա ժամանակ զգացել ես այդ ազատությունը։ Ու քո մեջ դա արդեն կա անդե ինչ որ հիշողությունա թե ինչ է, բայց քո մեջ դա արդեն դու գիտես, որ դու տենց է կարաս լինես, էլի։ Ու միգուցե հենց այդ է գլուխ բարձրացնում արդեն մեծ տարիքում, երբ որ դու սենց ապրում ես քո կյանքը, ասում ես հա օբշի, սենց է ձևը, ես գիտեմ, ես սենց է ապրում եմ, բայց համե հաշտ չեմ սրա հետ։